If I were president, and I say this, I will end that war in one day. It'll take 24 hours. 2023 թվականի մայիսին, երբ Դոնալդ Թրամփը դեռ նախկին նախագահ էր, հայտարարեց, որ եթե նորից դառնա երկրի ղեկավար, հեշտությամբ ընդամենը 1 օրում կդադարեցնի Ուկրաինայում պատերազմը։ Շուտով կլինի 1 տարի, ինչ Թրամփը Սպիտակ տուն է վերադարձել, բայց ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։ 2025 թվականի ամռանը Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողով էր, Թրամփն էլ արդեն մի քանի ամիս էր, ինչ վերադարձել էր Սպիտակ տուն։ Նա խոստովանեց, որ սխալվում էր, երբ համարում էր, որ ուկրաինական խնդիրը հեշտ լուծելի է։ Մնացել է այս մեկը կարգավորեմ, գիտեք, որի մասին եմ ասում։ Խոստովանեմ, դա այդքան էլ հեշտ չէ, բայց ես արդեն հանգուցալուծել եմ 8 ռազմական հակամարտություն, մեկը 36 տարի էր շարունակվում, մյուսը 132, ասում էր Թրամփն ու թվարկում դրանք։ Ռուսական հարվածները Ուկրաինային խաղաղության բանակցություններին զուգահեռ շարունակվում են։ Հնարավոր է, որ առաջիկայում Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն եւ իսկապես կնքվի խաղաղության համաձայնագիր։ Կինը, սակայն, ռուսական առաջխաղացման պայմաններում պատերազմից հյուծված Ուկրաինայի տարածքների զիջումը կարող է լինել։ Խաղաղություն կհամարեն արդյոք կնքվելիք հնարավոր համաձայնագիրը ուկրաինացիները, դժվար է ասել։ Ընդհանրապես, եթե հավատանք Թրամփին, հենց ինքն է 21-րդ դարի գլխավոր խաղաղարարը, գրեթե Նոբելյան մրցանակակիր, որը գիտի ինչպես բանակցել երկրների անհաշտ ղեկավարների հետ։ Նրա կարգավորած հակամարտություններից է վաղեմի վեճը Թայլանդի եւ Կամբոջայի միջև։ Ժամանակ առ ժամանակ արձանագրվող սրացման հերթական ամսաթիվը այս տարվա հուլիսի 24-ն էր։ Արդեն հուլիսի 28-ին կնքվեց հրադադարը, Թրամփը սպառնաց դադարեցնել առևտրային մաքսատուրքերը նվազեցնելու շուրջ բանակցությունները։ Մալազիայում մեկնարկեցին բանակցություններ սահմանազատման շուրջ։ Օգոստոսին ձեռք բերվեց Թայլանդ-Կամբոջա սահմանին հարավարևելյան Ասիայի երկրների անկերակցության խաղաղապահներ տեղակայելու մասին որոշում։ Ոչ, Թայլանդի եւ Կամբոջայի միջև հակամարտությունը լուծված չէ։ 2025 թվականի դեկտեմբերին մարտական գործողությունները կրկին սրվեցին։ Օրերս հայտարարվեց հերթական հրադադարի մասին, բայց իրավիճակը մնում է լարված։ Այս տարի ռազմական առճակատման վերաճեցին նաև վաղեմի թշնամիներ Իսրայելի եւ Իրանի հարաբերությունները։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հարվածեց Իրանում հարյուրավոր թիրախների, հիմնականում ռազմական եւ միջուկային օբյեկտներին։ Հարվածներին միացավ նաև Իսրայելի դաշնակի Միացյալ Նահանգները, 12 օր տևած փոխադարձ հարվածներին հետևեց հրադադարը։ Իրանն ու Իսրայելը թեև այս պահին միմյանց չեն հարվածում, բայց խաղաղություն նրանց միջև չկա, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ։ Թեհրանը շարունակում է չճանաչել Իսրայել պետությունը։ Հնդկաստանը եւ Պակիստանը ճանաչում են միմյանց որպես պետություն, ունեն դիվանագիտական հարաբերություններ դեռևս անցյալ դարի կեսերից բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, բայց տարածքային վեճերը հատկապես Քաշմիրի շուրջ մնում են չլուծված, ինչն էլ պարբերաբար բերում է ռազմական առճակատման։ Հերթականն այս տարվա գարնանն էր, մայիսի 10-ին Վաշինգտոնի միջնորդությամբ իրավիճակը հանդարտվեց, բայց արդյոք խաղաղություն է երկու միջուկային տերությունների միջև հրադադարը։ Անհաշտ ու վաղեմի թշնամիներ են հարևան Կոնգոն ու Ռուանդան։ Հերթական սրացումից հետո նախագահներ Պոլ Կագամեն եւ Ֆելիքս Չիսեքեդին Թրամփի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր կնքեցին։ Ինչպես եւ Ուկրաինայի դեպքում, այստեղ էլ չշրջանցվեց ամերիկյան ընկերությունների կողմից օգտակար հանածոների օգտագործումը, մետաղներ, առանց որոնց համակարգիչներ եւ հեռախոսներ արտադրելն այսօր անհնար է։ Կոնգոն ունի անհամար բնական պաշարներ։ 1994 թվականին տեղի ունեցած Տուտսիների ցեղասպանությունը, որը 100 օրում խլեց 1 միլիոն կյանք, խնամքով դրվեց պատմության դարակը։ Կինշասին եւ Կիգալին Թրամփի միջնորդությամբ կհամագործակցեն բնական ռեսուրսների մշակման գործում։ Աշխարհի ուշադրության կենտրոնում այս տարի նաև Գազան էր, որտեղ պատերազմը դադարեցնելու հարցում կրկին խառներ Թրամփի մատը։ Աշխատում է արդյոք այստեղ նրա խաղաղության պլանը, շուտով դրա երկրորդ փուլն է մեկնարկում, սակայն Համասն օրերս հայտարարել է, որ պատրաստ չէ լիարժեք զինաթափման, ինչպես Թրամփի ծրագիրն է ենթադրում։ Այդ տարածաշրջանում հումանիտար աղետը սարսափելի մասշտաբի է։ Միացյալ Նահանգների դաշնակից Իսրայելն էլ համառորեն մերժում է Պաղեստին պետության ստեղծման ձգտումները։ Եթե հրադադար, ուրեմն այն անպայման ունի խաղաղություն անունը։ Եթե երկկողմ շփումներ, ուրեմն այն պետք է պատմական հանդիպում որակել։ Խաղաղությունն աշխարհում Միացյալ Նահանգների գործող նախագահի բրենդն է դարձել։ Գրեթե խաղաղության Նոբելյան մրցանակակիր, բայց Նոբելյան կոմիտեն այլ որոշում ուներ, ոչ Թրամփի օգտին, չնայած նրան առաջադրել էին մի քանի պետությունների ղեկավարներ։ Գուցե 2026-ին, երբ հաջողվի հանգուցալուծել ռուս-ուկրաինական պատերազմը։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։